Այս միրգը արդեն մի քանի անգամ իմ ալիքում ցույց եմ տվել։ Քանի որ հիմա արդեն նոր ալիք եմ բացել, այս նոր ալիքում ինքը չկա, դրա համար պետք է ցույց տամ։ Դա ասեմ ինչի եմ իրան այդքան շատ ցույց տալի, քանի որ ժողովուրդ ջան, արժանի է աշխարհի ամենայուրահատուկ միրգն է, քանի որ շատ յուրահատուկ հոտ ունի ու յուրահատուկ համ ունի։ Ուրիշ մրգերը չնայած ունենց ինչ որ յուրահատուկ տեսք ունեն, նայում ես, զարմանում ես, ուզում ես փորձես, այս միրգը մենակ տեսքը չի։ Իմ կարծիքով այս միակ միրգն է, որ թե համային, թե իր այդ հոտի որակներով լրիվ տարբերվում է մեր իմացած սովորական մրգերից։ Դուրիան, ժողովուրդ, կոչվում է դուրիան, շոտ է, հիմա ձեռքերս լավ ծակում է, պետք է ինձ զգույշ բռնեմ։ Չնայած sense մեծ բուրգերի նման փշեր ունի, բայց վայրերը հաղավոր ծակող են։ Շատ թարմա, դեռ կանաչ է։ Արա հնարավոր է մեջինը խաք լինի։ Դե չնայած մի փոքր ջղել տվեցի, նայեցինք, ստուգեցինք, շատ լավն էր։ Այնպես որ գնացինք, բացենք, ձեզ էլ մի քիչ համի մասին էլ կպատմեմ, այնպես որ հեռու մի գնացեք։ Մայր քիչ լավ է բացվում։ Չէ, լավ նախուտ է, օ, ինչ փափուկ է։ Այս մի հատին տվել եմ 88 յուան, հայք, ավոր վատ հոտ ունի, առաջի անգամ, երբ որ իրան զգում ես, առաջի անգամն էլ, երկրորդ անգամն էլ, ասենք կարող է մի ամիս այդ հոտը առնես ու ավոր տհաճ զգաս, բայց հետո ժամանակի ընթացքում սկսում ես սիրել, սկսում ես կարոտել, մենք դե մեր աշխարհագրական դրությամբ չունենք այդ հնարավորությունը, այս միրգը ամեն օր ուտենք կամ տենանք կամ հոտ առնենք։ Դրա համար մեր համար ճամփորդության ժամանակ կարող է փորձենք հաճ լինի, մեր դուրը չգա, հետո հետ գանք Հայաստան, մի ժամանակ անց զգանք, որ այդ հոտը մեր դուրը գալիս է, ու եթե լիներ մեծ հաճույքով կուտեինք, անգամ սկսում ես կարոտել, ասում մի սոխի գազի եմ, որ գազը, այ գազի հոտա, չէ, ուժեղ տհաճ է, բան էլ ասեմ իրան, որ գնեք անպայման նույն օրը կերեք չթողեք, որտեվ հետո մյուս օրը տանը չհնարավոր չի լինի մնալ, որտեվ ավոր հոտ անգնում։ Սառնարանի մեջ հետո չեք կարանա, հա, օրերով կմնա հոտը։ Դրա համար հենց մենք այս սա ամբողջությամբ ուտելու ենք ընտանիքով, այս աղագին լավ, չէ, նա։ Այն մեր անցյալ 130 տվեցինք, ավելի քիչ է լավ, քան այս սրա մեջից, այս էլ 88 յուան էի տվել։ Համը դե հոտ առնում ես ուտելուց, բայց համը ինքը ավելի հաճելի է, յուղայնությունը բարձր, ասենք ինչ-որ ժելել չի, կրեմա տիպ, այ կրեմա, շատ կրեմային է, ուսա նայեք լեզերներիս ոնց է կպել, ուսել տեսքն է, գոնե մի անգամ բոլորը պետքա փորձած լինեն, այնպես որ եթե հնարավորություն լինի անպայման ճարեք, դուրիան փորձեք, դժվար է բերել, օրինակ մարդատար թռիչքների ժամանակ ինքնաթիռում արգելված է, եթե անցկացրիք ինչ-որ մի ձևով, բռնեցին ավոր մեծ ուգանք պետք է մուծեք։ Իրան հնարավոր չի ռեստորաններում պատվիրել, քանի որ ռեստորաններում էլ է արգելված։ Հյուրանոցները արգելված անցկացնել։ Ասեմ ձեզ, որ ինքը sense կանաչ է լինում, ժող հոտը ավելի հաճելի է, քան երբ որ շատ է հասնում արդեն, այդ ժամանակ հոտը ավելի հաճանում է։